Նոր դատական գործընթաց, որը վերաբերում է 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքին։ Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դատարան է դիմել, պահանջելով հերքել ԿԳՄՍ նախարարության պնդումները, թե նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։ Փաստաբան Ռոման Երիցյանը ներկայացնելով նախագահ Շահրամանյանի իրավասությունը, հրապարակել է հայցի եւ հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերը։ Հայցի պահանջներից մեկը կրթական հարթությունում է։ Մինչև վերջնական դատական ակտը ուժի մեջ մտնելը արգելել դպրոցներում 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի կոնկրետ ենթավերնագրի ուսուցանումը։ Խոսեցինք փաստաբան Ռոման Երիցյանի հետ հասկանալու համար, թե ինչ հիմքեր են հանդիսացել այս հայցի ներկայացման համար։ Կոնկրետ ո՞ր դրույթներն են Հայաստանի պատմության 5-րդ դասարանի դասագրքերում, որ հակասում են Արցախի հանրապետության նախագահի դիրքորոշմանը։ Առաջին այն դրույթը, որ Արցախի նախագահը ստորագրել է Արցախի լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Չկա նման փաստաթուղթ, դուք տեսել եք նման փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է տեղեկատվական շտաբում տրված հայտարարությանը, տեղեկատվական շտաբում ընդհանրապես տրվել է հայտարարություն, որ այդպիսի հրամանագիր ստորագրվել է, բայց այդ հրամանագիրը ոչ լույս է տեսել, ոչ հրապարակվել է, ոչ Արցախի նախագահը ունի նման լիազորություն։ Ուղղակի այդ հայտարարությունը տրվել է բնակչությունը փրկելու նպատակով։ Հայտարարությունը եղել է, ոչ մեկ չի հերքում։ Մենք էլ ասում ենք, որ հայտարարությունը եղել է, դրան հաջորդել է մեկ այլ հայտարարություն, որ այդ հրամանագիրը ստորագրվել է հետևյալ շարժառիթներով։ Հաջորդել է նաև մեկ այլ հրամանագիր, այդ նույն հրամանագիրը անվավեր ճանաչելու մասին։ Եթե նշում եք, ամբողջական նշեք։ Հիմա իմ հետ խոսալուց, որ եթե ասեմ, ես հանցագործություն եմ կատարել, հետո ձեզ պարզաբանեմ, ասեմ, գիտեք, իմ հանցագործությունը նախատեսված է օրինակ Մոզամբիկի պետության օրենսդրությամբ, ու իմ կատարածը ընդամենը, չգիտեմ, ինչ որ ցիտ եմ վնասել։ Այնտեղ դա հանցագործությունը Հայաստանում ոչ մի բան է։ Այսինքն, որ դու պատմությունը ներկայացնում ես, դու ամբողջական ներկայացնես։ Ոչ ամբողջական ներկայացումը դա եւս խեղաթյուրում է պատմության։ Պատմության դասագրքի հեղինակը Պետրոսի հետ տրված հարցազրույցի ընթացքում ասում է, ես չեմ իմացել, որ հետագայում դա չռիալ է հայտարարվել, ես չեմ իմացել այդ հրամանագրի շարժառիթները եւ իրավունք ունեի չիմանալու։ Ես էլ ասում եմ, իրավունք չունես չիմանալու, որովհետեւ այդ նույն աղբյուրը, որից դու օգտվել ես, այդ նույն աղբյուրում նշված է նաեւ դա։ Ըստ փաստաբանի խոսքը վերաբերում է պատմության դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանին եւ այն դրույթին, որը վերաբերում է հայկական երկրորդ պետության լուծարմանը։ Նա ընդգծեց, որ նման տեղեկություններ ներկայացնելիս պետք է հնարավորինս լրիվ եւ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել հանրությանը, հատկապես պատմական զգայուն հարցերի պարագայում։ Նրա խոսքով գործընթացի նպատակն է ապահովել իրավական հարթությունում ճշգրիտ ներկայացում եւ վերահսկել դասագրքի բովանդակության ուսուցանումը։ Այդ հերկումը պետք է մտցվի հանրակրթական ծրագրեր։ Այսինքն այդ հերկման տեքստը դասագրքի փոխողություն ես դժվար պատկերացնեմ։ Թող առանձին տեքստով հերքում մտցնեն եւ այդ հերկումը եւս մտցնեն ուսումնական ծրագրերի մեջ։